անում եք, այս կրունկները, որ խփում է, չէ, դա պոչկեքն է բերում վիբրացիայի։ Իսկ Դրանից օգուտ վնաս չկա։ չկա, բոլորովին հակառակը շատ լավ է։ Չեմ սիրում նկարվել։ Ամենաչսած։ Ես էլ չեմ սիրում, հիմա պարավել ենք, նկարում ենք, તો նկարեն։ Չէ, ժամանակ չենք ուզում, որ այդ նկարները բանը չընկնի։ Չգիտես։ Մի արգղ բերել էին։ Ինձ պետք է այս 50 տարվա նկարները։ Այսօր հենց նենց բանից ենք խոսալու, որ այս մեր թեմայի հետ կապ ունես, որ ասցինք հիշողություններ եւ այլն եւ այլն։ Ջան, այնքան հիշողություն կա։ Գիտեք ինչա, որ ես մի հատ նյութ եմ հավաքել, որ օրինակ տարբեր երկրների, տարբեր մշակույթների մասին։ Հա, այն անգամ մենք մասնագիտություններից էինք խոսում, հիշում եք, հետո ես ասացի մյուսը երաժշտության մասին կլինի, բայց այս մեր երաժիշտ ընկերները գնացել են Իտալիա իրանց գործերով, ասացին մենք մի շաբաթ հետո կգանք, էդի մյուս անգամ կանենք, այս անգամ ասացի այ կակրած որ գնացել են ուրիշ երկիր։ Իրանցից հակին բան կարող եք։ Ուզում եմ խոսենք այդ տարբեր մշակույթներից, ավանդույթներից, ինչ հետաքրքիր բաներ կա տարբեր երկրներում, որտեղ մենք տարբեր ենք, չէ՞, ասենք ինչ ուզում ես ասա, ինչքան է բոլորս մարդ ենք, բայց ամեն երկիր իր ինչ որ մշակույթային առանձնահատկություններ գնում են արդեն նմանվում են կամ թե չի ձեռք են բերում։ Ուրեմն ուզում եմ սկսեմ, այսինքն ինչ որ պատրաստել եմ ձեզ պատմեմ, որտեղ հետաքրքիր լիքը բաներ կա, որ ինձ թվում է կարող է իմանաք, հետաքրքիր։ Ձայնագրենք լսելով, մենք մեր ուղեղի մեջ հետո էլ կարող է։ Իմ ուղեղի մեջ հիմա, գիտես ինչա։ Դու ես տեսնում, արտնանում եմ, բաներն է, իմ վարժություններն է, իմ ուղեղս միացնում եմ, աշխատացնում եմ, հետո ինձ երգում եմ, առանց երգել ես չեմ կարող, մռմռում եմ, ձայնը արտնացնում է ուղեղս նորից։ Թե չեն ասում մի խոսի, մի երգի։ Հա, չի, չախլիկը ասում է, ձերդ կլեք, կեզ էլ ասում է, դուրս չի գալի։ Ես անկիրթ չեմ, չէ։ Չէ, ինչ եք ասում։ Իլիգվաննա չէ։ Լավ, եկեք դե սկսենք։ Հա, անցնենք գործի։ Հետաքրքիր բաներից մեկը, որ ոնց որ ուզում եմ սկսեմ մեր մոտից, Հայաստանից սկսենք։ Ուրեմն սաղ աշխարհով տենց գիտեն, չէ՞, որ ասում են իտալացիք, ֆրանսիացիք գինին, իրանց գինեգործությունը եւ այլն, ու դա իրանց մշակույթի մի մասն է հետաքրքիր, ինչու՞ չէ նաեւ վրացիքին էլ են ասում, որ Վրաստանն էլ է այդ գինի բաներից։ Ուրեմն 2007-ից 10 թվականների ընթացքում Վայոց ձորի Արենիում, Քարանձավում մարդիկ գտել են 6100 տարվա, այսինքն այդքան պատմություն ունեցող խաղողի սեղման այդ ճմլակները, ինչով որ ճզմել են, այդ կավե կարասները չորացված ու ոնց որ ապացուցվել է, որ գինեգործությունը, այսինքն դեռ Քրիստոսից առաջ, մեր թվարկությունից առաջ, 4000 տարի առաջ արդեն Հայաստանում եղել է գինեգործություն ու դրանով ապացուցվել է, որ Հայաստանը նույնպես համարվում է այդ գինեգործության մշակույթի բնօրաններից մեկը ու թե թագավորներն են օգտագործել, թե ծիսակարգերի մեջ ա եղել։ Սրանց ունենայի սրանց գինին սրա հետ տածնեք։ Բայց որակի տեսակետից էդ էլ ձեզ ասեմ։ Վրաստանի կլիմատ խոնավ է։ Այդ խոնավությունը չի թողնում, որ նա շաքար հավաքի մեջ է։ Հասկացա՞ր։ Դրա համար, որ հիմա ես այդ համակարգի մեջ եմ եղել, էլի դա մարի մեզ ասում։ Դրա համար միշտ մեր գինիները ավելի լավն են որակով բարձր։ Նույնը մեր բանը, կանյակը, համեմատում են ասում են ֆրանցузский коньяк, это самый высокий, нет? Самый хороший. Да, тենց են ասում։ Ха, но когда берут наши первоклассные, это тенца, Джана. Когда ты начинаешь в этом месте работать. Իրանց իստիմա լավ գոված դեն անում ուղղակի երևի իրանց ապրանքը։ Մենք չենք կարող։ Դե հիմա հայրը մերը տենց են, իր ունեցածը չի կարող անում։ Ոնց են ասում, ապացուցի, որ սա էսպես է։ Իսկ նա կարող անել։ Գիտեք ինչն է խնդիրը, ես այն օրը տենց դրա մասին երկար մտածում էի, երբ որ իրոք շատ բան ես ունենում արած, ասենք եթե իրոք խորանանք թե գիտության մեջ, թե բոլոր արվեստի մեջ, մենք հայերը որպես անձ, ինդիվիդուում շատ բաներ ենք արել, շատ, որ մոլորակին օգուտ է տվել։
Բայց երբ որ դու հայ լինելով ուզում ես դրա մասին խոսաս, ոնց որ նենց ստացվի որ դու գլուխ ես կողում։ Ու այդ շատ բարդ բան է, ոնց ներկայացնես։ Անցնենք մյուսին, չխորանանք։ Դավայ։ Երկրորդը ուրեմն Իսպանիայից է, ես չգիտեմ, կարողա դաժե տեսած լինեք ինտերնետով կամ հեռուստացույցով, ոնց որ մեր մոտ վարդավառն է, չէ՞ որ մենք դուրս ենք գալիս։ Այո։ Իրան պամիդոր են Իրան պամիդորներով ու այդ գիտեք որտեղից է եկել է իրանց մոտ ինչ որ մի հատ օր, ինչ որ տղամարդիկ իսպանացիներ իրար հետ կռիվ են արել, այդ պամիդորներով սկսել են իրար կփել, հետո հասկացել են, որ ինքը այդքան կռվի բան չի, ինչքան ուրախ հետաքրքիր տոն է ու այդ դառել է շատ մեծ հետաքրքիր ֆեստիվալ, որ ամեն տարի օգոստոսի վերջում դա արդեն ոչ միայն իսպանացիներ, ուրիշ երկրներից տուրիստներ են գալիս են, որ մասնակցեն ու հետո հաջորդ օրն էլ տենց պաժարնի մեքենաներով գալիս ջրում են, մաքրում են փողոցները ու այդ իրանց հետաքրքիր ավանդույթներից մեկն է, նենց հետաքրքիր բան է, որ իրականում այս պատմությունը մի քանի անգամ ես տեսել եմ անգամ մեր Հայաստանից ինչ որ մարդ կար գնացել էր այդտեղ Ինդոնեզիայից է այս պատմությունը գնացել էր նկարել էր կա մի հատ տորաջա կոչվող ժողովուրդ Ինդոնեզիայում են այդ մարդիկ ապրում իրանք տենց կարևոր բան է իրանց մոտ առհասարակ մարդիկ երբ որ մահանում են թե ոնց է մեր մոտ թաղում օրինակ ոնց են կազմակերպում իրանց մոտ այդ մի հատ ոնց որ կյանքի ամենակարևոր բանը ոչ թե ոնց որ այդ ապրելն է, այլ հենց այդ արարողությունը, թե ոնց են ճանապարհում ինչ որ մի մարդու։ Ու քանի որ այնտեղ հիմնականում նենց չի շատ գումար ունեն, շատ փող ունեն, քանի որ այդ ծիսակարգը շատ թանկ է, պատկերացրեք մի 100 հատ անասուն են մորթում, չգիտեմ ինչ որ թանկ, եսիմ ինչ նենց կենթանիներ, որոնք որ շատ թանկ արժեն, խոզեր, եսիմ ինչ են որ համ գյուղը, համ պատկերացրեք մեծ ծիսակատարություն է, ինչ որ պարեր, երգեր, շատ լուրջ բան է, ու դա շատ մեծ գումար է։ Քանի որ այս մարդիկ այդ ընտանիքներ կան այդ գումարը չունեն, երբ որ ինչ որ մեկը մահանում է, այս խեղճ մարդուն նստացնում են տունը, այդ մահացած մարդուն։ Այտենց ինքը մնում է, այտե այնքան միջև ու կարա դա տարիներ տևի, պատկերացրեք, ու այս իրանց այդ ավանդույթն է դա, տենց որ պետք է անպայման տենց շատ ճոխ ոնց որ այդ թաղումը լինի ու եթե փողը չունեն, պետքա սպասեն։ Կարա ասենք մի քանի տարի ու մեռած մարդու պահում են, հետո չի պատում։ Հենց դա բա ահավոր է, էլի ասենք նայում ես որ ֆոտոներս բսես ինչ ահավորություն է, ոնց եք պահում ու գիտեք ինչն է խնդալուն, այդ ընթացքում միջև այդ թաղումը ինչ են ասում, հիվանդ է։ Բայց ասենք այդ մարդը արդեն կարող է 2 տարի հիվանդը դուք եք ոչ թե պատկերացնում եք այդ իրանց ավանդույթն է ու այդ ավանդույթը արդեն շատ երկար տարիներ է պահպանվել է էլի իրանց մոտ բայց երբ որ անում են այդ թաղումը նենց ճոխ սաղ պարում ուրախանում ինչ թաղեցիր այդ մարդը ինչ զգաց խոսքի համար մահացավ ոգին բարձրացավ մեծարում են եւ շատ են հիշում պատմում են շարունակ դե բայց ասենք տարիներով տունը պահել դու տանը պահես մարդը հոտում է եթե պիտի հողի տակ մտնի չի դրանք խելագար են դե համարյա դե մեր համար օրինակ կարող է մենք էլ մեր ինչ որ մի բան պատմենք իրանց ասեն այս մարդիկ ես ուղղակի շշում եմ ոնց կարող է դե հենց այդ այդքան ինչքան տարբեր են էլի մարդիկ սա հենց այդ մշակութային տարբերությունն երևի ինչ որտեղ է հնդիկներն էլ չունեն Աֆրիկայում հնդիկին Աֆրիկացորից մյուսը այ հենց Հնդկաստանի հետ է կապված ու էլի էս թեմայի մեջ է ուրեմն Հնդկաստանի այդ Անդամանյան կղզիների արշիպելագ կա այնտեղ հնդկական ծոցում է գտնվում ուրեմն այնտեղ մի հատ կղզի կա որի վրա մոտ 200-ից 500 հոգի մարդ է ապրում ու այդ կղզին համարվում է աշխարհի ամենաիզոլացված կղզին այդ ազգը որ ապրում է իրանք այնքան կապ չեն ունեցել ոնց որ աշխարհի ու դրսի հետ որ ոնց որ հիմա բժիշկները գիտնականները չեն թողում որ այդտեղ ուրիշ մարդ է որովհետև մեծա վտանգը որ մենք այդանք միանգամից ինչ որ վարակ կամ ինչ որ մի հատ որ արդեն մենք իմունիտետ ունենք չէ լիքը բաների հանդեպ մեզնից յուրաքանչյուրը կարա sense ոդկ դնի ու այդ մարդիկ sense վարկանական բոլորը վարակվեն ու էլ չլինեն ու դրա համար այդ արդեն ոնց որ իրանց իզոլացրած թողել են այտենց ու չեն թույլատրում անգամ հերվից որ փորձում են ինչ որ տենց նավերով տարբեր մարդիկ գան տեսնեն եւ այլն իրանք շատ ձիկի են
ինչ որ փայտերով, բաներով, քարերով խփում են ու այն որ տիպը մեր հետ կապ չունեք։ Մենք առանձին մեր համար ապրում ենք, այս մեր կյանքն է, մեր ընտրությունն է, մենք չենք ուզում արտաքին աշխարհի հետ կապ ունենալ։ Դե Հնդկաստանն է, էլի, հա։ Լավ, ասում եք չենք թողնում, որպեսզի մեկ բալակ չտանենք, խոսքի համար։ Բայց իրանք էլ կարող է, էլի, նույնն էլ հակառակը։ Այո, նրանք է կարող են կալ, բերել վարակը։ Հա, ինչ որ մի բան, բա այդքան հազարամյակներով այդ նույն ազգը մենակ այդտեղ է ապրել, ոչ մի ուրիշ տեղ չի գնացել։ Մյուսը արդեն եկանք Աֆրիկա։ Ուրեմն այնտեղ կա մի հատ երկիր Մալի է կոչվում։ Այնտեղ ապրում են դոգոններ, այդ ազգը ոնց որ տենց է կոչվում, այդ դոգոնները, ուրեմն ինչն է հետաքրքիր, որ այս մարդիկ իրանց գրությունները, իրանց բաներով, ոնց որ ինչ որ կա իրանց պատմության մասին այդ ազգի, պարզվել է, որ այս մարդիկ ունեն օր, որ նշում են տիեզերքի օրը ու դա արդեն շատ միջև են, որ ասենք, չգիտեմ, Եվրոպայում եւ առհասարակ աշխարհում սկսեցին հասկանալ տիեզերքն ինչ է, մոլորակներ, աստղեր, այս մարդիկ ունեցել են տիեզերքի օր ու իրանք անգամ ունեցել են իրանց մոտ նշված այնտեղ աստղ կա, Սիրիուս B աստղը, որ ասենք գրել են, այսինքն նենց գիտական ինչ որ բաների են հասել, որոնք որ դեռ հələ ամբողջ աշխարհը չի ասել, բայց Աֆրիկայում մի հատ ժողովուրդ կարացել է ինչ որ տենց բաներ գտնի ու իրանց մշակույթի մեջ տեղ է գտել հենց այդ տիեզերքի օրը։ Աստրոլոգիան շատ ուժեղայել է արաբների մոտ, շատ։ Եվ իրանք կարողացել են այդ աստրոլոգические затмение Լունի или затмение Солнца людей пугали, վախեցնում էին։ Ինչու՞ չէին ասում վախեցի։ Իրանք պատմում էին, ասում էին, նրանք դե ժողովուրդը մութ այդպես բաներ չի ման։ Նրանք մաթեմատիկան շատ ուժեղ ա եղել։ Աստրոլոգիան ընդհանրապես մի քանի ժամանակ առաջ գնացել էի Մատենադարան ու հիմա գիտեք որ հետևը մեծ մասնաշենք է նոր սարքվել, Արտուր Մեշչյանն է նախագծել, այնտեղ գրադարան է ու շատ սիրուն, համ նաև այնտեղ աշխատում են, վերականգնում են այդ բաները։ Հա, հիմա այդտեղ մեծ ուրիշ տեղ են առանձին էլի մեծացրել են, էլի շատ սիրուն։ Ուրեմն ինչ իմացա, այնտեղից գիտեք ինչ իմացա Մատենադարանում, ուրեմն վաճառվում է մի հատ հետաքրքիր բան, որը որ ասում են որ շատ շուտվանից ոնց որ գալիս է այդ ռեցեպտը ոնց է հայերեն ռեցեպտ բառը։ Բաղադրատոմս, հա։ Այդ բաղադրատոմսը շուտվանից գալիս է, կոչվում է բալասան արքայական։ Ու դա ինքը ոնց որ խմիչք է։ Բալասանը ես չեմ հիշում, ինչ է նշանակում։ Բալասանը հենց ոնց որ դեղ բառը հին ժամանակներում որ դեղը չի եղել, տենց բալասանը, այսինքն բուժիչ բոլոր բաներին բալասան են ասել։ Ուրեմն այդ խմիչքը, այդ արքայական բալասանը ինքը 54 տեսակի բույսերից է պատրաստվում ու ինքը ոնց որ ասում են որ եղել է արքաների համար, արքաները ոնց որ առավոտյան խմել են, որ ավելի ոնց որ տոնուսի մեջ լինեն, առողջ լինեն ու պատկերացրեք որ այդ գտել են այդ բաղադրատոմսը հենց գրքերից, այսինքն Մատենադարանն է գտել այդ բաղադրատոմսը, կարողացել է վերականգնի ու հիմա մարդիկ պատրաստում են ու ասում են որ ինքը այդ Վայոց ձորի ճգնավորների ինչ որ հատուկ տեղ կա, Մենաստան կա, քարայր կա, այդտեղ է պահվում, տակառների մեջ պահվում է, հետո բերվում է, այստեղ մարդկանց վաճառում են ու առանձնապես թանկ չի 3000 դրամ արժի։ Դե չէ, Մատենադարանը մի քիչ все-таки բան չի, էլի խանութ չի, էլի որ չէ, բանը որ պատրաստում են խմիչքը, որովհետև ինքա կեղտոտություններ են անում խմիչքի մեջ։ Դե ինքը ոնց որ ավելի այդ սիմվոլիկ ու մշակութային նշանակություն ունի այդ խմիչքը, որտեղ ինքը պատմական այտենց եկել է։ Մյուսը մի հատ հետաքրքիր, вообще ֆեստիվալները գիտեք, որ տարբեր երկրներում տարբեր թեմաներով ինչ որ ֆեստիվալներ են լինում։ Ուրեմն Ամերիկայում մի հատ այտենց ֆեստիվալ կա, կոչվում է Burning Man։ Ինչ? Թարգմանաբար նշանակում է վառվող մարդ։ Բայց ինչի է այտենց նշանակում, ինչ որ Ամերիկայում 70-ականներին թե 80-ականներին ինչ որ մի խումբ երիտասարդներ փայտից այտենց մարդուկ են սարքել, մեծ արձան են սարքել ու ոնց որ իրան վերջում այդ միջոցառման վերջում այրել են, հետո ամեն տարի որոշել են, որ այդ միջոցառումը պետքա շարունակական բնույթ կրի։ Ինչի է վերածվել այդ ֆեստիվալը հիմա, պատկերացրեք, որ տասնյակ տարիներ անցել է
ու հիմա ամեն տարի Ամերիկայում անապատում, որտեղ որ ընդհանրապես ոչ մի բան չկա, Անկորչունեն էլի ան։ անապատում պատկերացրեք գալիս են մինչև 70,000 մարդ, ու իրանք դարձնում են դա մի հատ քաղաք, այդ ֆեստիվալը մոտավորապես 2 շաբաթ է տևում, այդ 2 շաբաթվա ընթացքում տարբեր ազգերի մարդիկ գալիս են այդտեղ ապրելու, ու ինչ կարևոր բան ունի այդ ֆեստիվալը։ Ամեն մեկը ինչ որ մի գործ պետք է անի, այսինքն օրինակ ինչ եք դուք կարող անել, կարող ես կոշիկ սարքես, օրինակ։ Դու կոշիկ ես սարքում, ու դա անում ես անվճար։ Այն մյուս մարդը, օրինակ, ուտելիք է պատրաստում է անվճար։ Ու ինքը ոնց որ ուտոպիա լինի, այսինքն մի հատ իրականություն, որն որ միշտ ասենք մարդիկ գրքերում էլ կա, չէ՞, տենց են որ ասում ես, օրինակ ինչ կլիներ, որ ամեն ինչ ծրի լիներ։ Ասենք ես ինձ էսա պետք, ես սա եմ վերցնում, ես էլ սա եմ կարում ստեղծեմ, սա եմ տալիս։ Այդ ֆեստիվալը ոնց որ պատկերացրեք գալիս են ու բոլորը ինչ որ մի բան անում են մեկը մյուսի համար, անկախ ազգից, անկախ թե ինքը որտեղից է եկել, ինչին է հավատում, ինչին չի հավատում, իրար հետ 2 շաբաթ ապրում են այդտեղ, մի հատ մեծ քաղաք է դառնում, շատ սիրուն, ու բոլորը ամենակարևոր բանն է, որ բոլորը իրանք հետաքրքիր վառ հագուստներով են լինում, այսինքն սովորական մերպես հագուստով մարդը այնտեղ աննորմալ է, էլի, այնտեղ նորմալ է, որ հետաքրքիր է, գունավոր տարբեր լույսերով, հետաքրքիր շորերով ու իրանք այդ 2 շաբաթ որ ապրում են, այնտեղ ստեղծում են այդ անապատում պատկերացրեք հսկայական արձաններ, մշակութային գործեր, այնտեղ միտեղ համերգներ, ամեն ինչ, ու այդ մարդիկ 2 շաբաթ որ վերջանում է, ամենակարևոր պայմանն է, որ ոչ մի հետք պետքա չմնա իրանցից հետո։ Հա, ընդհանրապես, դաժե sense մի հատիկ մի տոպրակ կամ մի հատ մի բան չպետք է մնա, ու մարդիկ մաքրում դուրս են գալիս այդտեղից։ Ու ինքը շատ հետաքրքիր ոնց որ բան լինի, էլի։ Ամեն տարի ինքը ավելի շատ մարդիկ են գալիս, փորձում են ոնց որ հետաքրքրասերներ արդեն ավելանում են, էլի։ Թե երիտասարդներ, թե տարիքով մարդիկ կան ընտանիքներով են գնում, մարդիկ կան ինչ որ մեծ ճամբար են սարքում, ամեն մեկը ինչ որ մի գործ անում ու ձրի հետաքրքիր։ Ինչ լսեցին, վազում են անդր։ Էս էլ ոնց որ կոպիտ ասած sense ամփոփող ինչ որ մի հատ էլի ինքը մշակութային բան է, բայց ինքը բոլորին է, էլի կոպիտ ասած, անկախ ազգից ու անկախ թե որտեղից է եկել։ Տիպուկը հարեկոչումը ստացա այդ սահմաններում։ Но я тебе покажу, что ты по утрам делал. Это очень полезно. Я не говорю, а никто не делает. Вот, стоишь. Ноги смотри, на мои ноги смотри. Он так качаться вниз. Понимаешь? И считай. Допустим, 30, 40. Все, утро. Это несколько раз. Стоит ничего. Потом с этими банка. Это дуйконыш, как говорится, с этими отдышками. Это тоже ты вибрируешь. Понимаешь? Это часа, если... вот есть комп-мармет. Это дукез берем в движении. После сна. Даже когда мы сначала. Вот. Անգեստի իր համար չեն շատ։ Մի օր գքաս իսկ շատ բակ։ Էդի աշկից մի օր որ բժշկության մասին խոսանք։ Հա։ Էդի արդեն բժշկություն չի, էդի народный ինչ է։ Եթե բան չկար, որ ձմեռը գար, ժողովուրդը խաշ չուտեր։ Քո հարազատը մեկը սարքեց ընկերներով, հավաքվեցին մյուսը ընտանիքով։ Բոլորը։ Իսկ հիմա ճշմարտ դեղն են տալի։ Իսկական կարելի։ Այդ ճշմարտ դեղը գնում է։ Վերել մի անգամ դնել է։ Տիրանի ծարվար միտա, ճյուղները թիրար միտա, Տիրանի ծարվար միտա, ճյուղները թիրար միտա, ամենը մեջ ուտման գալիս, թավերը սիրար միտա